Մորը մենք սեցինք։ Մենք սեցինք, բայց սեցինք որ այն երկի պես որ քսեմ օրս ցեկոր զոհվել եմ վիրավոր եմ, այդպես սեցինք որ վիրավոր է, շփել եմ, բայց վիրավոր է։ Վլեն ընտանիքի կրտսեր զավակներ դեռ 2 տարեկան է եղել, երբ կյանքից հեռացել է հայրը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Զորացրվելուց 4 ամիս անց մահացել է։ Փսփսոտ չէր լսե, մեծ աղբերն էլի ծառայ Ղարաբաղ, հետո իրան ուղարկեցին Իջևան, Տավուշի մարզ ուղարկին էլի կրագի բերան։ Եթե օրենք կար, ինչի երեխին խրգեցին էլի կրագի բերան։ Հետո մեզի սեցին որ ինտերնետով ինչ որ լրատվությամբ հաղորդել են, Սելեն որ Մելքոնյան Վլադիմիրը բան է հրազենային վիրավորում է ստացել։ Մենք այդպես անդադ գիտեինք որ վիրավոր է, լսենք, չգիտեինք որ вообще չկա։ Հաղորդեցին որ դիագը չեն գտե Վլադիմիրի, իրան բլեկս էին, իր անգերները կարճ ու սիրելուց բլե, ծագանանունով կոչեին, բլեի դիագը չեն գտեսին։ Ինքը շատ բարի, շատ ընկերասեր, հանկարծ մենք գերը փորձանքի մեջ եղներ, ինքը իր կյանքը դուրը կուտար, բայց ընկերոջը կփրկեր։ Վլեի սենյակն է, սրբապատկերներով պատված անկյունը Վլեի ձեռքի գործն է, ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում։ Մեծ եղբայրը բանակից զորացրվելուն պես մեկնել է արտագնա աշխատանքի։ Հարազատներն ասում են 2 եղբայր 3 տարի իրար չեն տեսել, մեծը բանակում է ծառայել, երբ փոքրը զորակոչվել է։ Համե ինքս էլ ես կերտամ Ղարաբաղ։ Ինքն է քաշի այդ բանը, ինչ կկոչվի թուղթը։ Եթե այդ ընթացքում իր եղբայրը, մեծ եղբայրը Սամվել Մելքոնյանը ծառայում էր Իջևանում, Տավուշի մարզում։ Իրան պիտի տանեին աղբոր մոտ, բայց սելեր չէ, ես կկերտամ Ղարաբաղ։ Սահմանին զոհված զինվորը սովորել է Գյումրու թիվ 27 դպրոցում, ուսուցիչներն այսօր ցավով են վերհիշում այն տարիները, երբ Վլեն առաջին անգամ ոտք է դրել դպրոց։ Հայրենասիրության գաղափարը իր մեջ նստած էր դեռ փոքրուց։ Միջոցառումների ժամանակ, երբ դեր էին ստանձնում աշակերտները, ինքը ցկտում էր միշտ ընտրել այն թեման, որտեղ կա զինվոր, որտեղ կա զենք, որտեղ կա հայրենիքի պաշտպանություն։ Սիրում էր հայրենիքը։ Ինքնամփոփ երեխա էր, հիշում են ուսուցիչները, միևնույն ժամանակ մատնանշելով տղայի դրական հատկանիշները։ Նստում էր վերջին նստարանին, շատ լավ աշակերտ էր, շատ լուրջ, համեստ, խելացի, բարդաճանաչ, զգայուն, հայրենասեր, շատ։ Վլադիմիրը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ապա ընդունվել երկաթգծի ուսումնարան։ Փոքրուց եւ այդ իրենց ընտանեկան այդ դառնությունը նա դպրոց չէր բերում, ընկերների հետ չէր կիսվում։ Մենք էինք զգում դա։ Ու նրա մեջ բարությունը այնքան շատ էր, ընկերասիրությունը այնքան շատ էր, նրա մեջ նախանձ չկար։ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, այսօր։